խոճապ են փորձում հասարակության շրջանում, այս դեպքում սյունեցիների շրջանում տարածել։ Խոճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Իսկ կրակոցների ֆոնին դեռ խաղաղության օրակարգին հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել, չկա բախ, որ կարող է ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները։ Այսինքն հերքում եք պարոն Ղուկասյան, որ մարդիկ ուզում են թողնեն գնա, որտեվ այդպիսի ինֆորմացիաներ տարածվում է եւս, որ մարդաստրամադրությունները են գնացողներ։ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։ Պարոն Ղուկասյան, վերջերս Սյունիքի մարզի գյուղից երկու երիտասարդ էին մոլորվել, փաստորեն հետո պարզվեց, որ առհասարակ ադրբեջանական կողմում չեն եղել։ Դու կարող եք մանրամասներ հայտնել, ի վերջո տղաները որտեղ էին եղել եւ ինչու են ամբողջ գիշեր այդպես ուր են անցկացրել, ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, երբ որ այդ լուրը տարածվեց, բնականաբար ես չգիտեմ, այստեղ մարդ կար, ով փորձել էր ինձ հետ կապ հաստատել, ես հրաժարվեցի որևէ բան ասել, ինչի համար, որովհետև տեսեք, կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկան, եւ այստեղ ցանկացած բան, որ իմ կողմից ասվեր, դա չէր լինի 100%-անոց ինֆորմացիա, հետեւաբար ես զերծ պահեցի որևէ բան ասելու, բայց այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութնի նոր վերադառնան, հավանաբար վտանգավոր հատված։ Այդ դեպքում պարոն Ղուկասյան, ինչպես է գնահատում են փաստը, որ ԱԱԾ-ն խոսում էր իրենց Հայաստան վերադարձնելու մասին, իշխանությունը։ ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը։ Այսինքն ինքը իրեն հերքեց։ Ինքը իրեն չընտրել եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերից տեղեկատվություն էր գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրելուց, որովհետեւ այսպիսի իրավիճակներ են լինում։ ԱԱԾ-ն ինչպես էին նաեւ Տեսեք Ժողովուրդ ջան, ներողություն խնդրեմ, այս մասը ասեմ, այն հատվածները, որտեղ որ իրենք մոլորված են եղել, այդտեղ կա որևէ բան գոյություն չունի։ Հետո ինչպես է իրավասու հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, դե սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքի դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր, որը հետո իրենք հենց դասարանում։ Պարոն Ղուկասյան, գիտենք, որ այս օրերին իշխանությունները երեխեքները հարգ եկեն իրար ժողովուրդ, մարդկային զզվում է գործանելու։ Պարոն Ղուկասյան, գիտենք, որ այս օրերին իշխանությունները չնայած մի շարք անվտանգային խնդիրներ կան, բայց օրակարգային են դարձրել վեհափառից ազատվելու հարցը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհուրդ ձևավորեն, որը կզբաղվի նոր կաթողիկոսի ինտրուկցիան։ Դուք այս երևույթին ինչպես եք վերաբերվում այն բառամթերքին, որով վարչապետը արտահայտում է եկեղեցու մասին։ Տեսեք, կա խնդիր եւ այդ խնդրի մեջ ես իմ կարծիքը այս բան չէի ցանկանա բարձրաձայնեմ, որովհետեւ այսպես թե այնպես մենք գիտենք, որ կա գոյություն ունի խնդիր ու առաջին դեմքերի մակարդակով ես կխնդրեմ զերծ պահեմ ես ինձ այդ ուղղությամբ հարցեր չտամ, որովհետև որպես հայ մարդ իհարկե ես շատ ցանկանայի, որ այնպիսի իրավիճակ լիներ, որ ընդհանրապես այսպիսի դրվագներ չունենանք, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, կա հարցադրում, ես վստահ եմ նաև ինչ-որ մի փուլում կլինի պատասխան եւ այս ամեն ինչը կլուծվի իշահ մեր հայ ժողովրդի։ Ձեզ համար ընդունել է, որ ժողովուրդը գնա վեհարանի մոտ եւ պահանջի, որպեսզի վեհապարը հեռանա։ Ես ինձ համար ընդունելի է միայն այն, ինչ որ մեր ազգային եւ պետական շահերից եւ մեր ժողովրդի կամքով լինի, մնացածը արդեն ես չեմ կարող ժողովրդի փոխարեն կամ
այնպեսի կարծիք ասեմ, ես կարող եմ մեկ անհատի Փաշի ներկայացրել Նիկոլ Փաշինյանն է այս չեն պահանջը չեն ներկայացնի, այդ ամենը չէ կլուծվի եւ կվերջանա, ուզում եմ ասեմ հիմա process կա, հետևենք ես էլ ուշադիր հետևում եմ, ես մտածում եմ օրերս Նիկոլ Փաշինյանն էր այցելել Սյունիքի մոտ եւ մենք տեսանք, որ այնտեղ բացի կրթվել են Նորաձևի արշավի իրականացումից, տեսանք նաեւ ընդդիմադիր իրենց ժամանակին հռչակած համայնքապետերը ինչպես էին շրջում Նիկոլ Փաշինյանին, ինչպես հաջողվեց նրանց վերադարձնել ձեր գծի մեջ, այսպես ասած, օրինակ Արուշ Արուշանյանը, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ջատագովներից էր, այսօր առաջի պլանում Փաշինյանի հետ քայլողներից է։ Գուցե ԿՊ-ին անդամակցելու քննարկումներ են ընթանում իր հետ։ Շատ լավ, կարծում եմ այս հարցը շատ երկար է, այսպես քննարկվել տարբեր հարթակներում, ոչ իրականությունը ընդհանրապես այդպեսին չէ։ Ինչպիսին է։ Իրականությունը այնպեսին է, որ տեսեք, ցանկացած համայնքի ղեկավար իրեն մտահոգում է իր համայնքի խնդիրները, ճիշտ է։ Եվ բնականաբար չի կարող համայնքը կառավարության հետ չհամագործակցել իշահեծիր համայնքի, հետևաբար կառավարության հետ համատեղ կան բազմաթիվ գործընթացներ, աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրեր, մի խոսքով դա անհնար է ուղղակի չլինել որևէ Այսինքն համագործակցում եք ու պահանջում եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Չէ, նկատի ինչու է մենք միասին քննարկել ենք եւ ասել ենք, որ աշխատանքային հարաբերությունները պետք է պահպանվեն, անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, դրանից պիտի ժողովուրդը Ընդդիմադիր է, թե ընդդիմադիր չէ ինքը։ Ես վստահ եմ, որ ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից չէ եւ չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվել է նման։ Պարոն Ղուկասյան, քանի որ Ոչ միայն Արուշ Արուշյանն է, կրթվել է Նորաձևի հաջողվեց ընդդիմադիր քաղաքապետերին համախմբել, ես համախմբել հարկ օգտագործեմ, ձեր շուրջ Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև նրանք առաջ տեսնում ենք ինչ ակցիաներով էին դիմավորում, իսկ հիմա շարք են կանգնում, որ Նիկոլ Փաշինյանին դիմավորեն, ինչ տեխնոլոգիա է կիրառել։ տեխնոլոգիա չկա, ճիշտն ասած անվանումը դրա աշխատանք։ Պետք է անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, բայց այդ աշխատանքները պետք է իրականացվեն եւ աշխատանքի մեր աշխատանքային հարաբերությունների մեջ ես որևէ խնդիր չեմ հիշում, որ տեղի ունեցել, ուղղակի պետք է անկեղծ աշխատել, որովհետեւ այսպես թե այնպես մենք ժողովրդի մասին ենք խոսում։ Հիմա եթե պետք է սուբվենցիոն ծրագրեր իրականացնենք, տարբեր աշխատանքներ ջրագծեր, գիտեք, հատկապես Սյունիքն է բարդն է, եթե մենք մեր անձնական հարաբերությունները այնպես անենք, որ դա ազդի ժողովրդի վրա, ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես անկեղծ եւ ճիշտ վարքագիծ է։ Եվ մենք կարողացել ենք այդ հարաբերությունները ստեղծել։ Ես իրականում նաև ուրախ եմ, որ այդ միջավայրը ստեղծվել է, որովհետև դրանից շատ բան էր կախված։ Հիմա տեսեք հարց եք տալիս, ասում եք մարդիկ ուզում են լքեն թե ոչ, պատկերացրեք մի պահ, եթե քաոս լիներ Սյունիքում, ապա ինչքան մարդ իրականում կցանկանար լքել Սյունիքը, հետևաբար նաև շնորհակալ եմ բոլոր համայնքապետերին, որ ես պետք է կանվանենք հիմա առաջնորդի հետ ինչ հարաբերությունների մեջ է։ Երեք չէ առաջի օրն ենք հանդիպել, ոչ միայն իր հետ, այլ տարբեր եկեղեցականների հետ։ Նորմալ հարաբերություններ այնքանով, որքանով որ մենք հարաբերում տարբեր այնտեղ վանքերի ոչ Ինչպեսի դիրքորոշում վանքեր կա։ Ես անձամբ չեմ տեսել, տեսեք ձևակերպման բանով չգիտեմ, բայց այն որ բնականաբար կան տարբեր տեղերում խնդիրներ, բոլոր տեղերում կան խնդիրներ, բայց ուզում եմ ասեմ մենք Սյունիքի մարզում այդ մասում էլ այդպիսի որևէ լարված իրավիճակ ես ճիշտ ասած վերջին 3.5 տարիներին որ հարաբերությունների չեմ հիշում։ Եթե նույնիսկ լինում են փոքր, ապա դա հարթվում է Նախիջևանում միատասեք զորավարությունների մասին, վտանգ ռեալտեսնում եք, ասենք։ Ես անկեղծ ասեմ, քանի դեռ խաղաղություն չկա, միշտ վտանգը կա, բայց ես որ լավ մանրամասն տեղյակ չեմ այդ զորավարժությունները ինչ բնույթի են, ինչ են, դա երևի թե կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցը տալ այն գերատեսչություններին, ովքեր որ ուղիղ զբաղվում են այդ հարցը։ Պարոն Ղուկասյան, այո։ Ես կներեք էլ։ Պարոն Ղուկասյան, քանի որ կրթվել է նաև Նորաձևը, իմ գործընկերը հիշեցրեց Սյունիքում անցկացած վերջին շրջանում շատ հաճախ է Սյունիքում կրթվել է Նորաձևը, այդ արշավը իրականացում։ Ինչով է արժանացել Սյունիքը Աննա Հակոբյանի այդ, այսպես ասած, արշավի պատվին, այսինքն Սյունիքում շատ խնդիր կա կրթվել, որ անդադ գալիս է Աննա Հակոբյանը կրթելու ձեզ։ Տեսեք,
կրթելու մասին չի խոսքի, ես հասկանում եմ նաև ծիծաղը ժպիտը, իրականում դա այդ ֆորմատը չի, որը որ վերնագիրն է հուշում մեկ, եւ երկրորդը հատուկ ինչ որ չեմ կարծում, որ Սյունիքի մարզը ինչ որ հատուկ են գալիս, ուղղակի գիտեք, որ այնտեղ on-line հարթակ կա, որտեղ հերթագրվում են մարդիկ, ընդ որում հարթակում ովքեր են հետագրվում, մենք տեղեկություններ չենք ունենում սովորաբար, օրինակ դուք էլ կարող եք մեկ անգամ փորձել, տեսեք, որ այդպես է ու երբ որ ես ինչքանով որ ես եմ հասկանում, եթե X թվով մարդիկ որ հավաքվում են, գալիս են։ այո։ Իսկ նաև խոսակցություններ կան, օրինակ եթե վարչապետի տիկինը այդ ծրագրի շրջանակներում գնահատվի բեմար, այնտեղ մարզպետը դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին հորդորում է մասնակցել, դուք նրան կոչով տնօրեններին դպրոցի ուսուցիչներին դիմել եք, որ պարտադիր ակտիվ մասնակցություն ունենան։ Լավ է, որ ես խոսում ասիկ խոսակցություններ կան, այդ լուրերը հենց այդ խոսակցությունների մակարդակում էլ կմնան եւ չեն կարող երբեք դուրս գալ, որովհետեւ ոչ միայն այս դրվագով, այլ ընդհանրապես Սյունիքի մարզում չկա մեկ դպրոցի տնօրեն, ով չիմանա կոնկրետ իմ դիրքորոշումը ցանկացած այսպիսի երևույթների նկատմամբ, իրենք պետք է հեռու պահեն իրենց եւ այդ բոլոր process-ներից եւ զբաղվեն միայն ու միայն կրթությամբ երեք։ Պարոն Հովհաննիսյան, ասում էին, որ ժամանազատումը տավուշից հետո հաջորդվելու է Գեղարքունիքի մարզը եւ Սյունիքի դիմելի սահմանները։ Ճիշտն ասած դատաների հետ կապված որևէ տեղեկատվություն չունեմ եւ եթե ունենայի մեր սիրով ձեզ կասեի, ես կարծում եմ էլի հասցեատերը ես չեմ կարող հստակ ասել։